Միջազգային շուկայում շարունակվում են ոսկու գնի կտրուկ տատանումները, օրեր առաջ մեկ ունցիայի համար վճարվում էր $5,600, իսկ այս պահին, երբ հրապարակում եմ տեսանյութը, ոսկու մեկ ունցիան միջազգային շուկայում արժե $4,665։ Այս ամենը պայմանավորված է Տրամպի վարած քաղաքականությամբ։ Նա փորձում է էժան դոլարի միջոցով, այսինքն դոլարը արժեզրկելու միջոցով փրկել ամերիկյան տնտեսությունը, ինչը խուճապ է առաջացնում միջազգային շուկայում եւ այլ երկրների կենտրոնական բանկերը փորձում են իրենց դոլարային միջոցներից ազատվել եւ ոսկի գնել։ Ոսկու նկատմամբ մեծ պահանջարկն էլ բերում է ոսկու գնի միջազգային աճին։ Տրամպի վարած քաղաքականությունը դժգոհություն է առաջացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ շրջանակների մոտ, եւ Տրամպը ստիպված էր տեղի տալ ճնշումներին եւ հետ պտտեցնել իր այն քաղաքականությունը, որը կախված էր լինելու Ֆեդերալ ռեզերվային ծառայության ղեկավարի հետ։ Նա հայտարարել էր, որ փոխելու է այդ ղեկավարին եւ այնպես է անելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դառնա 0, այսինքն արժեզրկի դոլարը, որպեսզի փրկի տեղական արտադրությունը։ Սա ճնշումների ենթարկվեց, այս որոշումը դուր չեկավ շատերին եւ Տրամպը ստիպված էր արդեն հիմա հայտարարել, որ մայիսին ինքը Ֆեդերալ ռեզերվային ծառայության ղեկավար կբերի մեկին, որը դեմ է էժան դոլարի քաղաքականությանը։ Նրա այս հայտարարությունը որոշակի հանդարտություն առաջացրեց միջազգային շուկայում եւ ոսկու գինը ինչպես կտրուկ բարձրացել էր, այնպես էլ կտրուկ անկում ապրեց, թե հետագայում ինչպիսի զարգացումներ կլինեն, կախված է նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակից, մասնավորապես Իրանի շուրջ զարգացումներից։ Հայաստանյան տնտեսությունը այս ամենից անմասն չի կարող մնալ եւ բնականաբար Հայաստանի կենտրոնական բանկն էլ պետք է համապատասխան քաղաքականություն վարի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ կա հիմնական երկու միջոց, որը պետք է ձեռնարկի կենտրոնական բանկը։ Մեկը ոսկու գնումն է, որը պահոստային ֆոնդ կստեղծի եւ կկայունացնի մեր տնտեսությունը, եւ երկրորդը դոլարը շուկայից քաշելը, գնելը եւ դա ներդրումային հիմնադրամ ստեղծելու միջոցով դարձնելը բիզնեսին վարկավորող կառույց, որը նաեւ անուղղակիորեն կազդի մասնավոր բանկերի վարկային քաղաքականության վրա, տոկոսադրույքները կարող են իջնել եւ այդպիսով մեր տնտեսությունը որոշակի աշխուժություն կցուցաբերի։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, սա էլ արդեն կախված է Հայաստանի կենտրոնական բանկի եւ հայաստանյան իշխանությունների վարքագծից։